Հանուն Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո, ամեն։ Սիրելի հավատավոր քույրեր և եղբայրներ, մեծի պահոց այս կարևորագույն ընթացքը մենք միասնաբար քայլում ենք, միասնաբար շարունակում ենք և ամեն մի կիրակի Սուրբ Եկեղեցին մեզ հիշեցնում է կյանքի կարևորագույն առանցքային և մեր հոգևոր ընթացքը շտկող օրինակները, առակները և խորհուրդները։ Եվ բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ մեծ պահքը ապաշխարության շրջան է, դարձի, վերադարձի կարելի այդպես անվանել, սակայն միշտ չէ, որ մեծի պահոց այս ընթացքը մեզ մոտ այնքան վառ և արդյունավետ է անցնում, որքան մենք կցանկանայինք և կսպասենք։ Այո, տարվա մեջ մեկ անգամ է լինում և դա իսկապես մեզ համար տարվա ամենակարևոր ժամանակն է, երբ որ բոլոր հանգամանքները նպաստում են նրան, որպեսզի մեր հոգևոր կյանքը նորոգվի և բարեփոխվի։ Բայց դրա հետ մեկտեղ միշտ չէ, որ այն բերում է այն արդյունքը, որը մեզ անհրաժեշտ է։ Հաճախ մենք փորձում ենք հոգևոր կյանքով ապրել, աղոթք ենք անում, սակայն զգում ենք, որ կա որոշակի խնդիր, կա պատնեշ, ինչպես այս Սուրբ խորանը վարագույրով է փակված, մենք աղոթում ենք խորանի առջև, բայց տեսնում ենք այն վարագույրը, որը մեր առջև է, այդպես հաճախ և մեր կյանքում մենք աղոթում ենք, պաղատում ենք, սակայն որոշակի պատնեշների ենք բախվում և չենք զգում Աստծո կենդանի ներկայությունը և մեր աղոթքը չի դառնում երկխոսություն, մեր ապաշխարությունը չի բերում կենդանի վերադարձ։ Եվ դրա պատճառը հիմնականում ոչ թե այն է, որ Աստված ինքը իրեն փակել է մեզանից, որ այդ վարագույր, այդ պատնեշը նա է մեր առջև կառուցել, այլ խնդիրը այն է, որ հաճախ մենք այդ պատնեշը կառուցել ենք մեր կյանքի ընթացքում և այդ պատնեշը այլ բան չէ, քան մեր պատկերացումը Աստծո մասին։ Ոչ թե այն ինչ, որ իրականության մեջ կա, Աստծո այն կերպարը, որը հայտնվում է Աստվածաշնչի և Սուրբ Եկեղեցու միջոցով, այլ մեր պատկերացումը։ Եվ այդ պատկերացման մեջ հաճախ Աստված մեզ է նման։ Աստված հանդես է գալիս դատավորի տեսքով։ Մենք փորձում ենք Աստծո հետ հարաբերություն կառուցել և դա դնում ենք որոշակի մեր պատկերացումների մեջ, այսինքն, որ Աստված վերևից մեզ նայում է, հաճախ պատժում է, հաճախ խրախուսում է և վերջը ոչ թե մասնակիցն է մեր կյանքի, այլ ավելի շատ դիտորդ է։ Եվ այդ պատնեշը ամեն մարդու մոտ տարբեր է։ Աստծո իրական կերպարը բացահայտվում է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի առաքելության և խոսքի միջոցով։ Եվ այդ խնդիրը Աստծուն մարդու պատկերով ստեղծելը չափազանց հին է։ Դեռևս հեթանոսական ժամանակներում մարդիկ իրենց համար սարքում էին կուռքեր, փայտից, ոսկուց, արծաթից և իրենց զգացումների, իրենց պատկերացումների, իրենց ներքին բովանդակությունը պրոյեկտում էին այդ տվյալ կուռքի վրա։ Երբ որ Աստված արգելեց կրապաշտություն և ինքը հայտնվեց, ասելով, որ ես եմ, որ կամ, ես այն եմ, որ է, ինձանից բացի այլ Աստված գոյություն չունի։ Դա ընդունվեց Իսրայելի կողմից, սակայն մարդկանց մոտ ևս այդ մտածելակերպը ամրապնդված էր և երբ որ տեսնում ենք Քրիստոսի և փարիսեցիների հաճախ երկխոսությունները, բախումները, տեսնում ենք, որ այդ մարդիկ իրենց պատկերացրած Աստծո պատկերը ունեին, այդ իսկ պատճառով իրենք Քրիստոսի մեջ չեն ճանաչում իրական մարմնավորված Աստծուն։ Եվ այսօրվա Սուրբ գրային ընթերցման մեջ, որը կազմում է այսօրվա կիրակի խորհուրդը, Քրիստոս ներկայացնում է մի քանի առակ
քանդելու համար այն կարծրատիպերը, որոնք կային իրեն լսող շատ մարդկանց մոտ, որովհետև իրեն մեղադրում են, որ նա սեղան է նստում, հաց է կիսում մեղավորների եւ մաքսավորների հետ, որոնք որպես այդպիսին չէին փայլում իրենց վարքով եւ մերժված էին բարեպաշտ իրենց համարող մարդկանց համար։ Եվ նա բացատրում է իր առաքելությունը հենց այդ 3 առակներով։ Առաջին առակը կորցրած ոչխարի առակ է, երբ որ հովիվը տեսնելով, որ մի ոչխար մոլորվել է, 99-ին թողում է եւ գնում է այդ մեկին գտնում է, դնում է ուսերի վրա եւ խնդությամբ, ուրախությամբ վերադառնում է։ Երկրորդ առակը կորցրած դրամի մասին է, երբ որ մեկին կորցնում է դրամ եւ այդ դրամը գտնելու համար շատ մեծ ջանքեր է թափում եւ վերջը երբ որ գտնում է ուրախություն է, խնդություն է ապրում, կանչում է հարևաններին ասելով, որ կորցրել եմ այդ մի դրամը եւ եկեք ինձ հետ ուրախացեք։ Ըստ երևույթին դա իր օժիտի մասն էր կազմում, դրա համար այնքան թանկ էր եւ նա ամբողջ տունը տակնու վրա էր արել եւ ուրախություն էր ապրել գտնելուց, ինչպես հովիվը, որ ուրախություն էր ապրել այդ մեկ ոչխարին գտնելուց։ Եվ վերջը կորած եւ գտնված մարդու առակն է պատմում։ Եվ ամեն տարի մենք դա ընթերցում ենք, ամեն տարի այդ մասին խոսում ենք եւ քրիստոնեության երևի ամենից տարածված առակը հենց անարակ որդու առակն է, որը դարեր շարունակ պատմվում է սերնդեսերունդ։ Սակայն ես կուզեի, որ մենք այսօր մի փոքր այլ տեսանկյունից նայենք այդ առակին, որովհետև ամեն տարի, ամեն մեծ պահքին, այո, մենք խոսում ենք ապաշխարության, դարձի եւ մարդու դեպի Աստված դառնալու անհրաժեշտության մասին, բայց մենք մի բան հաճախ բաց ենք թողում այդ առակների մեջ, հենց ոչ թե որդու վարքագիծը, որը հաճախ բնորոշում է մեզ, այլ երկնավոր հոր վարքագիծը, Աստծո կերպարը, որը հայտնվում է այդ առակի միջոցով եւ որը որպես այդպիսին քանդում է տեղի ունեցած կարծրատիպերը։ Ներկայացվում է հայր, ով որ նախ եւ առաջ ազատություն է տալիս իր որդուն, հասկանալով, որ այս երիտասարդը, այս պատանին երջանիկ չէ սահմանափակման մեջ, երջանիկ չէ իր տան մեջ եւ նույնիսկ գիտակցելով, որ նա կարող է գնալ եւ վնասել իր անձը, այդուհանդերձ թույլ է տալիս, որպեսզի նա գնա։ Որդին վիրավորում է հորը, ասելով, որ հիմա տուր ունեցվածքը, որովհետեւ ունեցվածքը պիտի ստանար մահվանից հետո, ասելով, որ դու ինձ համար այլևս մեռած ես, այլևս դու իմ կյանքում նշանակություն չունես։ Իմ հասանելի կտուր ես գնամ, իմ երջանկությունը գտնեմ օտար երկրում։ Ինչը այդ տարիքի մարդկանց բնորոշ է բնականաբար եւ եթե հայրերից շատերը դա չէին անի, ապա առաքում ներկայացված հայրը հարգում է իր զավակի ազատությունը եւ թույլ է տալիս, այդ ռիսկի գնում է, որտեղ իր նպատակը ոչ թե այն էր, որ ուղակի այդ որդիներ կողքին, այլ նպատակը այն էր, որպեսզի որդին գիտակցեր հոր կարևորությունը իր կյանքում, հասկանար, որ իր երջանկությունը իր այն տեղում է, որտեղ Աստված իրան ուղարկել է, որտեղ Աստված իրան պարգևել է։ Եվ որդին գնում է եւ գիտենք, որ իր այդ ճամփորդությունը հաջողակ չի լինում, նա մսխում է իր ամբողջ ունեցվածքը, որտեղ իր ազատությունը չի կարողանում կառավարել որպես այդպիսին։ Կորցնում է ամեն բան, անկնում է ամենաստորին վիճակում, որ նույնիսկ ուտելու համար չի կարողանում հաց հայթայթել եւ իրեն առաջարկում են խոզերին արածացնել, իսկ խոզերը հрьяաների համար եղել են արգելված կենդանիներ եւ պիղծ էին համարվում եւ այն մարդը, որ խոզեր պահում, իր հետ նույնիսկ շփում չունեին, չէին հաստատում։ Եվ այդ ամենախորը անկման մեջ աննկարագրելի այդպես ժամանակի համար պղծության մեջ իր համար նա վերջո խելքի է գալիս, ասում է ավետարանիչը, նա խելքի եկավ եւ ասաց իմ հոր տան մեջ շատ վարձկաններ կան,
գնամ ես էլ վարձկան դառնամ, որտեվ այլևս արժանի չեմ որդի կոչվելու, ես իմ որդիությունը կորցրել եմ։ Չեն կարող ասել, որ նա իսկապես գիտակցեց իր սխալները, որ նա գնաց այն գիտակցված ապաշխարության, որը մեզ անհրաժեշտ է, նա կարիքից ելնելով է գնում։ Միգուցե եթե իր կյանքը հաջողվեր օտար երկրում, նա չվերադառնար, մնար այդ մեղքի մեջ շարունակաբար, բայց կարիքից ելնելով նա հացի խնդիր ունի եւ այդ հացի խնդիրը լուծելու համար որոշում է գնալ վերադարձի ճանապարհ բռնել։ Եվ իր վերադարձը երկար է լինում, ճանապարհին մտածում է, մտորում է, բայց ես ինչ դեմքով կանգնեմ հոր առջև։ Բայց հոր դաստիարակությունը այնպիսին է եղել, որ վերջը զավակի մեջ մնացել էր խորը, միգուցե ենթագիտակցության մեջ այն հիշողությունը հոր կերպարի իր բարեխնամ սիրո, իր բարության, իր ողորմատության եւ դա ավելի մեծ ուժ ուներ, քան այն բոլոր տրամաբանական հանգամանքները, որ պիտի ասեն մի գնա, դու իրավունք չունես գնալու, դու այլևս մերժված ես եւ դու ոտնահարել ես հոր պատիվը, ամբողջ գյուղը խոսում է քեզ մասին, որովհետև ուզել ունեցվածքը կենդանության օրոք ամենամեծ վիրավորանքն էր։ Եվ վերջը դու վերադարձի ճանապարհ չունես, ասում էր իրեն միտքը, բայց իր հոգու մեջ ամփոփված այն փոքրիկ մասնիկները հայրական սիրո իրեն հնարավորություն են տալիս վերադառնալու։ Եվ այստեղ արդեն ամենակարևորն է, այստեղ արդեն ի հայտ է գալիս հոր կերպարը, որը բացահայտվում է մեզ համար ավելի լիարժեք եւ ամբողջական կերպով եւ այդ կերպարի մեջ, որ մենք կարողանում ենք վերջը հասկանալ Աստծուն, գոնե ինչ որ չափով։ Հայրը սպասում է, հոր հայացքը մշտապես ճանապարհի վրա է, թե երբ կտեսնի այնտեղ։ Միգուցե ամեն նշմարվող հերվից քայլող անհատի մեջ նա տեսնում էր իր զավակին, սակայն դեռևս ինքը չէր։ Եվ երբ որ տեսնում է, որ ծանոթ քայլվածք է, տեսնում է, որ իսկապես իր կորցրած պատկերն է եւ անհամարձակորեն քայլում է հայրական տան ուղղությամբ, նա չի սպասում տանը նստած, չի նստում իր աթոռին եւ սպասում, թե երբ որդին ծնկաճոկ կգա ներողություն խնդրելու, այլ մոռանալով ամեն տեսակի պատնեշները եւ ժամանակի ավանդույթները եւ պատկերացումները վազում է որդուն ընդառաջ։ Այդ տարիքի մարդկանց համար վազելը ընդունված չէր, դա հասարակության մեջ այդպես շատ տարօրինակ վարք կդրսևորվեր։ Վազում է, գրկում է իր որդուն, համբուրում է, դա մեր թարգմանության մեջ ասում է համբուրեց նրա, բայց հունարեն բնագրի մեջ հոգնակի ակերտ է այդ բառը ասելով, որ նա շարունակաբար համբուրեց, ոչ թե մեկ անգամ համբուրեց, այլ համբուրներով իրան լցնեց։ Այդ կեղտոտ իր այդ ճանապարհի, այդ թափառումների փոշին կեղտ իր վրա այդ խոզարածի հոտը, այդ ամբողջ անմաքրությունը իր վրա կրող զավակին նա գրկում է, թեև դա մովսեսական օրենքի համաձայն նույնիսկ արգելված էր, մարդը պիտի մաքրագործման ճանապարհ անցներ, պիտի լվացվեր, միայն դրանից հետո իրավունք ունեն դիպչելու իրեն։ Հայրը այդ բոլոր կանոնները խախտում է, նա գրկում է, շարունակաբար համբուրում է նրան եւ նույնիսկ թույլ չի տալիս, որպեսզի որդին ասի այն ինչ որ մտքում նա անբարել էր այդ խոսքը, որ հայր մեղանչեցի երկնքի եւ քո առաջ եւ այլևս արժանի չեմ կոչվել քո որդի։ Նույնիսկ դա չի հասնում ասել, որտեվ հայրը ասում է բերեք լավագույն հագուստը հագցրեք, բերեք կոշիկներ հագցրեք իր ոտքի վրա եւ ավելին ասում մատանի հագցրեք իր ձեռքի վրա, իսկ մատանին դա զարդ չէր, դա իշխանության նշան էր եւ մատանիով մարդիկ գործարքներ էին կնքում։ Նորից վերադարձնում է իրեն պատիվը, ամենալավն է տալիս,
Կոշիկներ է տալիս, որպեսզի նա ազատ քայլի, որպեսզի նա գնա այնտեղ, որտեղ նա ուզում է։ Նույնիսկ տալիս է կրկնակի իշխանություն, նույնիսկ իր ունեցվածքի վրա, որտեղ այդ մատանիով, որ իր ձեռքի վրա է, նա կարող է նորից ինչ-որ գործարք անել եւ նորից վնաս պատճառել իր հայրական տանը։ Եվ ասում է «Պարարտ եզը մորթեք», իսկ եզը մորթում էին միայն ամենամեծ տոներին, հիմնականում հարսանեկան կամ այլ առողություններին, ինչպես մեզ մոտ էր ավանդված։ Տարին մեկ կամ մի քանի անգամ։ Պարարտ եզը, ամենալավ եզը մորթեք եւ եկեք ուրախանանք, ցնծանք, ապարենք, որտեւ ահա որդին մեռած էր եւ կենթանացավ, կորած էր եւ գտնվեց։ Եվ այդ գտնելու ուրախությունն է, որ առակը մեզ ցույց է տալիս եւ իսկապես դրա մեջ է ամբողջ այդ քարոզի ամբողջ առակի իմաստը։ Մոլորվածին գտնելու Աստծո ուրախությունը։ Հոր ներկայությունը եւ հոր սպասելիքը արդարացվեց։ Հայրը երբեք չէր թողել իր որդուն, թեև որդին գնացել էր օտարաշխարհ, բայց հայրը մշտապես իր հետ էր, իր մտքում, իր սրտում եւ իր սերը չէր դադարել, սակայն ինչպես աստվածային սերը, որ մշտապես մեզ ուղղված է, մշտապես հասցեագրված է մեզ, սակայն երբ որ արձագանք չի գտնում այդ սերը, այն սերը վերածվում է ցավի։ Աստված սիրում է, ինչպես սիրում էր երկնավոր հայր իր մոլորված որդուն, սակայն անարձագանք սերը դառնում է ցավ, տառապանք։ Երբ որ արձագանք է գտնում, երբ որ վերադարձ է գտնում այդ սերը, այն դառնում է ուրախություն։ Եվ այդպիսին է Աստված, որին մենք հավատում ենք։ Եվ այդ առակի կերպարի մեջ մենք կարողանում ենք տեսնել Քրիստոսին, սիրելիներս։ Առակի հայրը այո մշտապես մեկնաբանվում է որպես երկնավոր հայր, բայց ամբողջ համատեքստի մեջ մենք կարող ենք ասել, որ առակի հայրը դա Քրիստոսի կերպարն է, ով որ ցավի, տառապանքի միջոցով է իր սերը հայտնում մարդուն, ով որ չի հասկացվում իր զավակների կողմից, ով որ հաճախ անարգվում է, ում խոսքը չեն ընդունում, բայց ով որ իր վրա վերցնելով այդ դիմացինի ամոթը, ցավը եւ տառապանքը ինքը ապրում է վերադարձի ուրախությունը։ Եվ այդպիսի Աստծո կերպարը եւ պատկերն է, որ մեզ ներկայացնում է Աստծո խոսքը, սիրելիներս։ Ոչ թե այն Աստծո, որ մենք պատկերացրել ենք, ով որ սպասում է, թե երբ մենք ծնկաչոնք կգանք իր առջև ներողություն խնդրելու, այլ Աստված, որ մշտապես իր սերը տածում է, մշտապես հասցեագրում է մեզ եւ երբեմն այդ սերը ցավ է, երբեմն այդ սերը ուրախություն է։ Եվ այդ սերը տարածվում է ամենուրեք, ինչպես առակի մեջ կար նաեւ ավակ որդին, ով որ չգնաց փորձելու իր ազատությունը, ով որ մնաց հոր կողքին, սակայն այդպես էլ չհասկացավ հորը։ Եվ ում համար եղբոր վերադարձը եղավ անցանկալի մի իրականություն եւ նա լսելով այդ ուրախության երգոպարը չկամեցավ մտնել այդ ուրախության մեջ։ Նա եւս մոլորված է, նա եւս կորած էր, բայց նա չկամեցավ վերադառնալ։ Ոչ նրա պատճառով, որ հայրը իրան ավելի քիչ էր սիրում, այլ որտեղ նա չէր գիտակցում, թե ինքը ով է եւ ով է իր հայրը։ Չէր գիտակցում իր կորած լինելը։ Եվ շատ հաճախ կյանքի հանգամանքներից ելնելով մենք միայն հասկանում ենք, որ մենք կորած ենք եւ մոլորված։ Երբ որ տեսնում ենք այն մեղքը, որ կա մեր մեջ, երբ որ տեսնում ենք, թե որքան մենք հեռու ենք այն կերպարից, որը Աստված մեր մեջ դրել է, իր կորցրած պատկերից, որքան մենք հեռու ենք։ Միայն այն ժամանակ սկսում է վերադարձի ճանապարհը եւ այն ժամանակ սիրող Աստծո կերպարը պիտի գա մեր մտքում, որպեսզի մեր ապաշխարությունը, մեր դարձը դառնա լիարժեք։ Եթե մենք ավակ որդուպես այդպես էլ չհասկանանք հորը, եթե մենք ավակ որդուպես այդպես էլ չդառնանք դեպի այդ կարևորագույն վերադարձը, մենք այդպես էլ
չենք ապրի մեր կյանքը, որտեվ որդին նույնիսկ իր որդիությունը չէր զգում եւ նկատում, ասում էր, որ քանի տարի ես քեզ ծառայում եմ եւ քո ոչ մի պատվիրան չեմ խախտել։ Այսինքն իր մտածելակերպը հենց այդ մեր քիչ առաջ հիշված այն մտածելակերպն է, որ մենք ծառայության մեջ ենք։ Նա չէր զգում իր որդեությունը, նա իր հոր համար ծառա էր կամ վարձկան եւ փնտրում էր հատուցումը իր ծառայության։ Նա կորցրել իր որդեությունը եւ այդպես էլ չկարողացավ գտնել։ Կրտսերը եւս կորցրել էր իր որդեությունը, բայց կարողացավ վեր գտնել կյանքի դժվարին եւ բացասական փորձի միջոցով, բայց այդուհանդերձ մի պահ խելքի եկավ եւ հասկացավ, որ նա անառակ եւ մոլորված է։ Եվ ամենից հետաքրքիր այնն է, որ Քրիստոս չի ավարտում այս առակը։ Մենք չենք տեսնում դեպքերի հանգուցալուծում։ Ընդամենը ասում է, որ ավակ որդին չկամեցավ մտնել հոր խրախճանքի ուրախության մեջ, լսելով նույնիսկ երգի եւ պարի ձայն, ինչքան մեծ ուրախություն պիտի լիներ, որ նույնիսկ մարդիկ պարեին այդ դեպքից ելնելով։ Չկամեցավ մտնել եւ հայրը ասեց, որ պիտի ուրախանանք։ Եվ այս առակը մնում է անավարտ, որովհետեւ այս առակի պատմությունը մշտապես արդիական եւ շարունակվում է մեր կյանքում, սիրելիներս։ Մենք մեզ պիտի գտնենք այդ հոգեվոր պատկերի, այդ հոգեվոր քարտեզի մեջ, որպեսզի գիտակցենք, թե մենք որտեղ ենք գտնվում։ Ինչպիսին է մեր պատկերացրած Աստված։ Աստված, որին մենք ծառայում ենք եւ որը պիտի վարձատրի մեզ, որից պիտի մենք մեր ուզածը խնդրենք եւ նա մեր ուզածը տա, անկախ նրանից, թե դա իրեն հաճելի է թե ոչ։ Թե դա կենթանի Աստված է, հայր է, որի հետ կարելի է շփվել, ապրել, որի ներկայությունը զգալ եւ որը մշտապես իր սերը առատապես տածում է մեր հանդեպ։ Ահավասիկ այս առակը գալիս է եւ մտնում է մեր կյանք։ Եվ մեծ պահքի ճամփորդությունը, սիրելիներս, մեծ պահքի այս ամբողջ ընթացքը մեր վերադարձի ընթացքն է, որպեսզի մենք կարողանանք այդ պատնեշը, այդ սխալ կարծրատիպային պատկերացումը Աստուծո մասին քանդել։ Քրիստոս քանդում է այն այս առակներով եւ մենք պիտի ընդունենք այն։ Մենք պիտի վերադարձի ճանապարհը գտնենք ոչ թե դեպի այն Աստված, որին մենք պատկերացրել ենք, այլ դեպի այն Աստված, որ իրականում կա եւ որը հայտնվել է մեզ իր խոսքի եւ իր Սուրբ Եկեղեցու միջոցով, սիրելիներս։ Եթող մեծ պահքի այս ճամփորդությունը մեզ ամեն անգամ ուժ տա գտնելու մեր մեջ համարձակություն, դառնալու ամբողջ սրտով դեպի մեր երկնավոր հայրը։ Տեսնելու մեզ այս առակի մեջ թե կորած եւ գտնված որդու, թե դերևս իր կորուստը չգիտակցված որդու մեջ։ Հաճախ տեսնելու մեզ նաեւ հոր կերպարի մեջ, որպեսզի մենք կարողանանք ներել եւ ընդունել դիմացինի մարդուն եւ կիսել այն սերը, որ Աստված տածում է մեր հանդեպ։ Եվ ամբողջ քրիստոնեությունը դրա մեջ է, սիրելիներս։ Առանց այս ընկալման, առանց վերադարձի դեպի կյանք Աստուծո հետ չկա քրիստոնեություն եւ չկա հոգեվոր ճանապարհ։ Թող Աստված մեզ բոլորիս, սիրելիներս, մեր մտքի մեջ ամուր դրոշմի այս առակի պատգամը։ Մեծ պահքի ամեն օր մենք կարող ենք այս առակը կարդանք եւ ամեն օր մի բան մեզ համար նոր կլինի։ Այս խոսքը դարերի խորքից ուղղված է մեզ եւ Աստվածային սերը, որը ամեն օր, ամեն առավոտ ծագող արեգակի պես գալիս է մեր կյանք, հաճախ լինում է ցավի փորձառություն, բայց երբ որ դառնա ուրախության փորձառություն, այդ ուրախությունը կլինի գրավականը մեր հավիտենական ուրախության։ Աստծո շնորհը, սեր եւ օրհնություն թող առաջնորդի ձեզ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Օրհնյալ Գեղրոկի շնորհած հոգուն Սրբո։ Երթայքի խաղաղություն եւ Տերն մեր Հիսուս Քրիստոս եղեցին ձեզ ընդամենիսյանդ։ Ամեն։